Մասնակցել եք ընտրություններին։ Այո։ Ում եք ընտրել։ Համար առաջին է Քուրիկյան։ Իսկ գոհ եք, որ Վարդան Ղուկասյանն է ընտրվել քաղաքապետ։ Թող ընտրվի Քուրիկյանը, մի անգամ են ընտրվել, հատ բաներ եք հայ, թող ընտրվի, հա։ Իսկ ինչ ակնկալիք ունեք Վարդան Ղուկասյանի։ Ես հույս ունեմ Լաբրյանի, Քուրիկյան, ավելի բիզնեսային քաղաքը, լավ է, բարելավ։ Ուրախ եմ Քուրիկյան։ Նոր քաղաքապետից ինչ ակնկալիք ունեք։ Կներեք, չգիտեմ ինչսեմ։ Նշանակվել է արդեն, ուղղակի տեղյակ չեմ։ Վարդան Ղուկասյանը նշանակվել է։ Ավելի լավ։ Ունեք ակնկալիք իրենից։ Չեմ կարող ասել։ Ընթացքում կերևա։ Շատ գոհ եմ, որ ԿՊԱ-կան չի։ Շատ գոհ եմ։ Ուրա, ուրա։ Մասնակցել եք ընտրություններին ում եք ընտրել։ Փախտեք։ Իսկ գոհ եք, որ Վարդան Ղուկասյանն Ես ում որ ընտրել էի, չի ընտրվել Վարդան Ղուկասյանին ոչ։ Ցանկություն չունեի նորից լինել քաղաքապետ։ Ում որ ուզում էի չեղավ։ Մեր ցերկն ինչ կա, աղջիկ ջան, համի ով հնարավորություն ունի իրավ ինչը քսե առաջ խաղացում կունենա։ Իսկ ակնկալիք ունեք նոր քաղաքապետից։ Դե ինձ համար մեկ է, բալես։ Թող մենակ երկրի խաղաղություն եղնի։ Մեր ժողովուրդը հանգիստ ջանի եղնին։ Ցամաքացուցեն մենակ առողջ ու խաղաղ ներողություն։ Բարև ձեզ, մասնակցել եք ընտրություններին։ Մենք ստեղ չենք քննարկում։ Իսկ գոհ եք, որ Վարդան Ղուկասյանն է Գյումրիի քաղաքապետ։ Չեմ կարող ասել։ Ունեք ակնկալիք նոր քաղաքապետից։ Երևի թե այո։ Ինչ ակնկալիք օրինակ։ Ինչ օրինակ ինչ կարելի է ասել։ Մտածում եք աշխատատեղեր կստեղծի, ներդրումներ կբերի, ինչ եք մտածում։ Շատ հնարավոր է։ Ինքը մի անգամ նստել է քաղաքապետ, դժգոհ չենք եղել։ Այսքանը ինչ որ հասել են, երևի Վարդան Ղուկասյանը օրոք է հասել։ Ես դժգոհ չեմ եղել։ Բոլորի գլոբուսահայության հույսերը արտարացվեց այս պահին։ Վարդան Ղուկասյանը որպես ընդդիմադիր թևի առաջնորդ հայտնվեց արդեն քվեարկության արդյունքում հայտնվեց քաղաքապետի աթոռին։ Ես ակնկալում եմ, որ Վարդան Ղուկասյանը այն ինչ ասել է նախընտրական շրջանում անպայման կիրականացնի եւ կիրականացնի նաեւ իր գործընկերների, այսինքն մյուս ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերը եւ քաղաքը ի վերջո կունենա իր ուրույն նորից այսինքն կվերադառնա իր ուրույն դեմք ունենալու հա այդ փուլին եւ կապացուցենք մենք հայ ժողովրդին, հատկապես հայաստանահայությանը, որ կարելի է ընտրությունների տեսքով հեղաշրջում անել, հեղափոխություն անել, նոր ընտրություններ անել, այսինքն ամեն ինչ որ կարող ես ասել այդ առումով, կարող ես որդեգրել դրան, որ իրոք ընտրությունների բանով կարելի է հաղթահարել բոլոր տեսակի պատնեշները։ Այսօր Գյումրին չեմ ասում վերադարձավ Գյումրեցու հպարտությունը, որովհետև Գյումրեցու հպարտությունը նախ չէր կորել, պարզապես ինչ-ինչ պատճառներով մի քիչ քուն էր մտել, բայց այսօրվանից սկսած մենք կարողանանք մեր չագերտավոր եմ ասում իշխանություններին ապացուցել, որ մենք առանց իրենց էլ կարող ենք մեզ հայ զգալ։ Դուք ինքներդ մասնակցել եք ընտրություններին, ում եք ձեր քվեն տվել եւ արդյոք գոհ եք։ Հիմա այ միշտ էլ գոհում եմ։ Ես արածս ինչ արել եմ գոհ եմ։ Չեմ փոշմանում։ Ինչ ակնկալիք ունեք Վարդան Ղուկասյանից։ Որ ապագա լավ է լինելու ժողովրդին հետ լավ է լինելու, կյանքը լավ անելու է, այլ սուտ խոսող է կավա չի լինելու։ Հոգնել եք այդ ստերից բոլա։ Մարդկություն լինի, ոչ թե որտեղ գնա սուտ ասեն, կան լավը ասում են, բայց սուտ անում, վատը անում։ Մարդիկ արդեն քնելի սեր են մտածում, անգիստ չեն կարող քնել։ Չգիտեմ։ Ուրախ եք, որ Վարդան Ղուկասյանն է քաղաքապետ, ընտրել է, մասնակցել եք ընտրության։ Իսկ ինչ ակնկալիք ունեք Վարդան Ղուկասյանից։ Երևի լավ, չգիտեմ, ես տեղի աղջիկ չեմ, չգիտեմ։
Բարև ձեզ, մասնակցել եք ընտրություններին Գյումրիի քաղաքապետի, գոհ եք, որ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ։ Ես հեչ բանից եք կոչեմ։ Իսկ ակնկալիք ունեք նոր քաղաքապետից։ Ոչ մի։ Ում եք ընտրել։ Բոլորին։ Բոլորին։ Այո։ Ինչպես է կողմնորոշվել այդպես բոլորին ընտրելու։ Բարդ ընտրություն է եղել հավանաբար։ Ոչ, շատ պարզ, լավ ընտրություն է տեղի ունեցել։ Իսկ գոհ եք, որ Վարդան Ղուկասյանն է ընտրվել քաղաքապետ։ Գոհ է։ Ընտրվել է, մարդը ընտրվել է, գոհ եմ, իմ գոհերներ չեղնելուց ինչ կապ կա։ Քաղաքացի եք, Գյումրի բնակիչ եք։ Այո։ Հետաքրքիր է ձեր կարծիքը։ Իսկ ինչ ակնկալիք ունեք Վարդան Ղուկասյանից։ Վերև իրան պիտի հարցնեք։ Դուք որպես քաղաքացի իրենից ինչ ակնկալիք ունեք։ Քուրիչան, ինչ ակնկալիք ունի, ես հեչ մեկից ինչ ակնկալիք չունի։